Գիտությունների ազգային ակադեմիայում մեծ փոփոխություններ են սկսվել։ Դրանք բխում են բարձրագույն կրթության և գիտության մասին վերջերս ընդունված օրենքից։ Ակադեմիայի իրավական կարգավիճակը չի փոխվել, բայց գործառույթներն ու կառուցվածքն էականորեն այլ կլինեն։ Ակադեմիայի կազմում գործած ավելի քան 30 գիտական ինստիտուտներն արդեն անցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ։ Նախկինում նաև վարչակառավարմամբ զբաղված կառույցը դառնում է հիմնականում փորձագիտական։ Էքսպերտային կառույց ամբողջ Հայաստանի գիտական կառույցների, գիտական կազմակերպությունների գործունեության գիտական գնահատման առաքելությամբ։ Ակադեմիան կփորձաքննի նախկինում իր կազմում եղած ու չեղած բոլոր գիտական կառույցների ծրագրերը, որոնք ֆինանսավորում է պետությունը, բացի դրամաշնորհայիններից, կգնահատի հաշվետվությունները։ Ակադեմիայի տված եզրակացության հիման վրա էլ պետությունն իր հետևությունները կանի։ Այսինքն սա կատարում է նրա համար, որպեսզի կառավարությունը հստակ պատկերացում ունենա մեր գիտական կազմակերպությունների գործունեության մասին, արդյունավետության մասին եւ դա հիմք ընդունելով կատարին համապատասխանաբար հետագա օպտիմալացումներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի մյուս առաքելությունը կլինի կառավարությանը, պետական գերատեսչություններին, մասնավոր հատվածին ու հասարակությանը հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ տրամադրել գիտական բացատրություններ, հիմնավորումներ ու եզրակացություններ։ Օրինակ, Սևանա լճի խնդիրները, բնապահպանական խնդիրներ, նայրիթի հետ կապված խնդիրներ, կենսաբազմազանության հետ կապված խնդիրներ եւ այլն, որոնք պետական ինչ-որ ֆինանսավորման ծրագրերում չկան, բայց այսօր այդ խնդիրները կան։ Ակադեմիայի գործառույթների մեջ է մտնում հայ գիտական մտքի հանրայնացումը աշխարհում, նաև միջազգային գիտական նվաճումների հանրայնացումը Հայաստանում։ Ակադեմիան գիտական աստիճանաշնորհմանը նույնպես կմասնակցի։ Եվ ամենակարևորը, ակադեմիայի գործառույթներից պետք է լինի նաև ամբողջ հանրապետության գիտական հաշվետվության կազմումը տարեկան, 3 տարվա կտրվածքով եւ միջանկյալ տարեկան եւ դրանց ներկայացումը կառավարություն։ Գիտությունների ազգային ակադեմիայի նոր կանոնադրությունը հաստատվել է։ Հաջորդ թիվ արդեն կանցկացվեն ակադեմիայի անդամների ընտրություններ, ինչն ի դեպ չի արվել արդեն 10 տարի։ Աշոտ Սաղյանի խոսքով ընտրությունները լինելու են խիստ գիտաչափական տվյալների հիման վրա։ Ակադեմիայի անդամները կընտրեն նախագահության 8 անդամներին, եւս 2 անդամի ներկայացնելու է լիազոր մարմինը։ Ակադեմիայի նախագահությունը նոր օրենքի համաձայն ղեկավարելու է հանրապետության նախագահը։ Կառավարման այդ մարմինն էլ ակադեմիայի նախագահ է ընտրելու։ Գիտությունների ազգային ակադեմիան կունենա նաև գիտական խորհուրդ։ Ակադեմիայի գործող նախագահի հաշվարկով նոր ակադեմիան ամբողջությամբ ձևավորված կլինի ու կսկսի գործել հոկտեմբեր-նոյեմբերին։ Ինքը նորից կառաջադրվի, թե ոչ, ասում է։ Եթե ներսում բաժանմունքները կառաջարկեն իմ տեխնացիոնը, ես կմտածեմ։ Աշոտ Սաղյանը ակադեմիայի ինստիտուտները համակարգի կազմում պահելու եւ այդտեղ բարեփոխումներ անելու կողմնակիցն էր, բայց կառավարության պատկերացումներն այլ են։ Գիտական այդ ինստիտուտները բուհերի հետ միասին կազմելու են առանձին կլաստերներ, ըստ համապատասխան ուղղությունների եւ գործելու են ակադեմիական քաղաքում։ Բացի թղթաբանությունից, որովհետև ըստ էության դեռ ոչ մի բան չի փոխվել։ Ասում է օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրենը, բայց սպասվող փոփոխությունների հեռանկարը նրան դուր է գալիս։ Գիտական այս կազմակերպությունը ոլորտային բուհերի ու գիտական այլ կազմակերպությունների հետ ներառվելու է տեխնոլոգիական կլաստերում։ Այդ կառույցը ստեղծվելու է Մյունխենի տեխնիկական համալսարանի օրինակով, հենց նախագծով զբաղվում է հենց այդ համալսարանն էլ։ Մենք որպես շահառու ներկայացուցիչներով անցած տարի այց ունեցանք Մյունխենի ճանաչողական այց ունեցանք եւ տեսանք ինչ է սպասվում։ Մյունխենի համալսարանի ներկայացուցիչները եկան մեր մոտ եւ հույս ունենք ակադեմիական քաղաքը իրականում կիրականանա, որովհետեւ այն ամեն ինչ այն նպատակները, որոնք որ դրած են այդ ամեն ինչի մեջ, շատ կարևոր է։ Տեխնոլոգիական կլաստերի բովանդակությունը մշակվում է Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ գործակցությամբ։ Ռոբերտ Հակոբյանը նկատում է գերմանական համալսարանն այս տարի լավագույն համալսարանների շարքում 25-րդն է։ Լուրջ կառույց է, որը հավատացեք, որ ասում են Գերմանիայի զարգացվածության հիմքերից մեկն է։ Այնտեղ են կրթվում իրանք իրենց արտադրության հետ հստակ կապեր ունեն, որտեղ հենց իրենց լաբորատորիաներն ունեն, որոնք որ այն գիգանտները, որոնք որ մենք գիտենք, ասենց ասած, ստեղից ընդեղից, որ սա գերմանական է, իրանք իրենց հետազոտական լաբորատորիաները հենց ինստիտուտում ունեն։
Ռոբերտ Հակոբյանը վերջին տարիներին արված ներդրումներն է շեշտում։ Նախորդ 3-4 տարում կենտրոնը ձեռք է բերել ավելի քան 3 միլիոն եվրոյի սարք-սարքավորում։ Սարքեր ունենք, որ պարզապես երազանք է եղել քիմիկների համար ունենալը, այսօր ունենք։ Ավելին արդեն 3-րդ տարին է, որ ունենք, որովհետև կարացել ենք, իսկ ես արդեն այս տարվա ընթացիկ սարքերից մեկն է, որ էլի բացառիկ սարքերից է, 650,000 եվրոյի մասին էր խոսքը։ Սա միջուկամագնիսական ռեզոնանսի սարք է, որը անփոխարինել է մեր հետազոտություններում, դա մեր աչքերն են, ոնց ասած, այն մոլեկուլի մակարդակում քիմիկ օրգանիկների աչքերն են, էլի։ Գիտնականներն այդ աչքերից ունեին, բայց հեռավոր 97 թվականի։ Չենք ունեցել մաս սպեկտրոմետր ժամանակակից գերլուծողականությամբ։ Մենակ այս սենյակը մոտավորապես 850,000 եվրոյի մասին էր խոսքը, որ կարողացանք ունենալ, բացառիկ սարքը միակն է Հայաստանում, այս մի սարքը։ Ու իրականում այն խնդիրներն ա լուծում, որոնք այս մեկը 30 տարի երազանք է եղել քիմիկների համար, բայց հիմա արդեն ունենք, այդ խնդիրն է լուծվում էր միջազգային համագործակցությունով, ով ընկեր ուներ դուրս էր ուղարկում նյութը հետազոտելու, ով չուներ, հետևաբար չուներ։ Մենք առաջին իսկ տարում, երբ որ սկսվեց գիտական սարքավորումների ձեռքբերումը, մոտավորապես 1.2 միլիարդ դրամի սարքավորումների դրամաշնոր արվեց, արդեն իսկ դա ավելի շատ էր հատկացումը, քան դրան նախորդող ամբողջ ժամանակահատվածի գումարային թիվը, այսինքն դուք կարող եք պատկերացնել։ Այո։ Այսինքն դուք կարող եք պատկերացնել այդ քանակը, սակավությունը այդ ֆինանսավորման։ Հիմա մենք ունենք արդեն վերջին վերլուծության համաձայն 10 միլիարդ դրամի կարգի արդեն իսկ ձեռք բերված սարքավորումներ, որոնք հանձնվել են գիտական կազմակերպություններին եւ եւս 10 միլիարդ դրամի դեռնևս գնման process-ի մեջ են։ Իդեպ Հայաստանի գիտնականները հիմա ունեն սարքավորումներ, որպիսիք եվրոպացի գործընկերները դեռևս չունեն։ 2020 թվականից ի վեր գիտության ֆինանսավորումը շեշտակի է աճել։ Նախկինում ըստ ոլորտի պատասխանատուի համակարգը շարժվում էր առանց էական զարգացման եւ օրենքով սահմանված նվազագույն ֆինանսավորմամբ, տարեկան ստանալով մոտավորապես 14 միլիարդ դրամ։ 2024-ին գիտության ֆինանսավորումը գրեթե եռապատկվել է, հասնելով մոտ 40 միլիարդի։ Արդյունքում բարձրացել են գիտաշխատողների աշխատավարձերը, ավելացել դրամաշնորհային ծրագրերը, թարմացվել են սարքավորումներն ու լաբորատոր բազան։ Հայությանը կարևորում է նաև գիտնականների աշխատավարձերի սանդղակավորումը։ Նախկինում գրեթե լղոզված իրար շատ մոտ աշխատավարձերը դարձել են ըստ տարակարգերի։ Այսինքն տարբեր գիտության ոլորտում տարբեր բարդության աշխատանքների կամ պաշտոնների աշխատավարձերը սկսեցին իրարից բավականաչափ տարբերվել, ինչը լրացուցիչ խթանա գիտության ոլորտում աշխատողի համար առաջ գնալու համար, այսինքն ավելի շատ ջանք գործադրելու ըստ էության ֆինանսական մոտիվատորը տեղում է։ Նախկինում ամենացածր աշխատավարձը 90,000 դրամի սահմաններում էր, այժմ կազմում է 150,000։ Կրծեր գիտաշխատողի մասին է խոսքը ու ամենաբարձր պաշտոնի պարագայում 510 քանիս կամ 550,000-ի կարգի գլխավոր գիտաշխատողը, դա իհարկե շատ բարձր պաշտոնագիտության ոլորտում, բայց ամեն դեպքում տարբերությունը տեսնում եք, էլի։ Մինչ մեր սկսելը տարբերությունը կարող է 50,000 դրամի լիներ, այդ երկու պաշտոնների միջև միջինում։ Գիտուժ նախաձեռնությունը ոլորտի դրական փոփոխությունները նկատում ու արձանագրում է։ Ընդհանուր ունենք միջավայրի բարելավում, ֆինանսավորման ավելացում, ինչ որ կայունացում կա համայնքի մեջ, հա, նույնիսկ երիտասարդների հետաքրքրություն կա, մինչև այդ մենք ունեինք անկում, հա, այսինքն ուղղակի տարի մեր գիտնականների քանակը կրճատվում էր, մեր գիտական կարողությունները հատանում էին։ Հիմա ունենք մոտ, եթե ճիշտ եմ հիշում, 3 անգամ ավել միջին աշխատավարձ, բազային աշխատավարձի մասին է խոսքը, ունենք մրցութային ավելի մեծ դրամաշնորհներ, սարքավորումներ են գնվում։ Այդուհանդերձ խնդիր է համարում, որ նախորդ տարիներին ֆինանսավորումը նվազել է, թեպետ այդ կրճատումը արդեն իսկ էապես բարձրացված ֆինանսավորման համեմատ է։ Անցած տարի բյուջեն 5%-ով է կրճատվել, այս տարի 14%-ով է կրճատվել։ 2 տարի առաջ ընդհանուր մեր R&D բյուջեն Հայաստանի 40 միլիարդ դրամ էր, այս տարի 32։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահն ասում է, քանի որ կատարողականը ֆինանսավորման համեմատ ցածր է եղել, պետությունը նոր քաղաքականություն է իրականացնում։ 7 միլիարդ դրամի չափով գումար նախատեսել են առաջնահերթությունների համար։ Եթե որևէ կարիք առաջանա, հնարավոր է ներկայացնել, հիմնավորել ու ստանալ անհրաժեշտ գումարը։
Գիտուժը ամենահիմնական խնդիրը միշտ համարել է այն, որ պետությունը հստակ նպատակ չի առաջադրում գիտությանն ու տեխնոլոգիային։ Նախորդ տարի վարչապետի մոտ հանդիպմանը ընդունվել է, որ խնդիր կա, բայց առաջընթացի տեմպերը Գիտուժին դեռևս չեն գոհացնում։ Շատ դանդաղ առաջ գնում, ես կառավարությունը պետք է հետազոտություն ֆինանսավորեր, թե ինչպես պետք է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաները ծառայեն Հայաստանի կարողություններին եւ նա փաստացի դեռ չի մեկնարկել, դանդաղել է վերջին 2 ամիսներին էլ լրիվ ոնց որ սպասողական վիճակ է։ Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայում կատարվողին, Գիտուժ նախաձեռնությունը նույնպես դեմ է եղել ինստիտուտները ակադեմիայի կազմից հանելուն։ Այդուհանդերձ ի վերջո սկսված մյուս փոփոխությունները ողջունում է։ Մնացած հարցերում մենք տեսնում ենք, որ դերի փոփոխությունն է տեղի ունենում, վերջապես շուտով հուսով ենք ակադեմիա մտություններ տեղի կունենան մոտ երևի մի 12 տարի ընդմիջումից հետո, որը նաև բերում էր այդ ասենք ծերակույտ խոսույթին, եւ գործառույթների փոփոխություններ են տեղի ունենում։ Իդեպ, եթե ժամանակին ակադեմիայի նախկին նախագահը հայտարարում էր, թե Հայաստանի նման քոսոտ երկրում ռազմական արդյունաբերություն զարգանալ չի կարող, այսօր այդ ոլորտում նույնպես էական փոփոխություն կա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը վերջերս մի առիթով հայտարարել էր. Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում, եւ այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար եւ արդեն դառնում են։ Ռազմարդյունաբերական ոլորտը իրապես օրեցօր կայանում է, դառնալով տնտեսության կարևոր մի նոր ուժ։ Ռազմարդյունաբերության ոլորտում կատարվողը նաև գիտահետազոտական եւ գործարար կոնստրուկտորական աշխատանքներ են ռազմարդյունաբերության եւ գիտության կոմիտեների գործակցությամբ։ Կարող եմ պնդել, որ այն մի շարք կազմակերպություններ, որոնք հիմա արդեն իսկ ակտիվ առևտրային, այսինքն շուկա են մտել, իրենց արտադրանքով դրանք մեր շահառուներից են եղել մինչ այդ, այսինքն ըստ էության իրանք գիտահետազոտական եւ գործակոնստրուկտորական աշխատանքներով սկսել են, հետագայում իրանց արտադրանքը բարելավել, բերել են պատրաստության ինչ-որ մակարդակի, որը կարելի է արդեն շուկայացնել։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, Դավիթ Մաչկալյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակ Նորյալ ուրեր։